մարդը, որը համարվում է պատգամավորի թեկնածու, կարող է արդյոք կամ որ դեպքում կարող է դատախազությունը նրան մեղադրանք առաջադրել առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության։ Դուք որ հարցն ուղղում եք ինձ որպես իրավաբան, իրականում ստացվում է, որ ես պետք է փաստաբանություն անեմ կամ իրավական մեկնաբանություններ տամ որևէ մարմնի գործողությունների հետ կապված, ինչը ես չեմ ցանկանում անել։ Ես իրականում կարծում եմ, որ դատախազությունը կամ քննչական մարմինը process-ին շատ ավելի լավ է տիրապետում, որովհետև դա նրանց ամենօրյա աշխատանքն է եւ չեմ պատրաստվում որևէ մեկնաբանություն տալ նրանց աշխատանքի հետ կապված։ Ես բայց հարցնում եմ ոչ թե իրենց աշխատանքը մեկնաբանեք, այլ իրավական կարգավորումներով։ Ես կարող եմ իրավապահ մարմին այդպիսի բան անել, եւ կարող է թե չի կարող։ Չեմ հիշում իրավական կարգավորումները, անկեղծ ասեմ, բայց մեկնաբանել աշխատանքը չեմ պատրաստվում։ Իսկ Գիգալյան, երեք դուք քաղաքացիական պայմանագրի վարչության նիստին եք մասնակցում, հնարավոր է սահմանադրության հարցներ օրակարգում քննարկման թեման, եթե այո կարող եք մանրամասներ ներկայացնել։ Այո, քննարկում էինք, թե երբ կյանքի կոչենք մեր հանձնառությունը, որը ստանձնել ենք նաև նախընտրական գործընթացի շրջանակներում եւ երբ հրապարակենք սահմանադրության տեքստը։ Մանդատների բաշխվածությամբ, եթե խնդրում ես չավարտեցի միտքը, ներողություն եմ խնդրում։ Որպես շարունակություն եմ Բայց չավարտեց, գիտեք, Արդեն մոռացա ինչ էի ասում։ Երեք քննարկում էինք, թե երբ որովհետև խոսում եք, որ միջև ընտրություններ պետք է ներկայացվեր, հետո ժամկետների փաստորեն փոփոխություն եղավ եւ տարբեր մեկնաբանություններ եղավ, որ այդ կերպ նաեւ փաստորեն խուսափել եք, որովհետև կարող է ժողովրդի զայրույթ առաջացնել, օգուտ չլինի ԿՊ-ին եւ դա է պատճառը։ Երեք քննարկել ենք սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը եւ կարծում եմ, որ առաջիկայում ամբողջացնելուց հետո ինչու եմ այսպես ասում, որովհետեւ սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելի կարծիքներին, մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք եւս 1 կամ 2 քննարկում կունենանք եւ կորոշենք պատրաստ ենք հրապարակել թե ոչ։ Բայց մենք ձեր հարցի հետ կապված, որը վերաբերում է ինչու չեք հրապարակել նախկինում, ես բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել այս մասին խոսելու, ասել եմ, որ տեքստը պատրաստ չէ, որովհետև մեր մի շարք գործընկերներ չեն հասցրել ուղղակի դիտարկումներ ներկայացնել, եւ սա միանձնյա որոշում չէ հրապարակել կամ չհրապարակելը։ Որոշել ենք չհրապարակել, չենք հրապարակել, կորոշենք հրապարակել, կհրապարակենք, սա է իմ պատասխանը։ Գալյանի հարցը էլի 61 մանդատ ունենալու դեպքում փաստորեն իշխանությունը չի կարողանալու սահմանադրական փոփոխություններ իրականացնել եւ հանրակրվեի դնել սահմանադրական փոփոխությունները։ Ինչպես է այդ դեպքում սահմանադրական փոփոխություն նախաձեռնելու։ Իսկ հիմա քանի մանդատ ունի իշխանությունը։ Եթե հարցը այն է, եթե դուք նկատի ունեք իրավիճակ է փոխվել այդ առումով, ես ձեզ կասեմ, որ իրավիճակ չի փոխվել, որովհետև այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն։ Ինչու այդ հարցը նախկինում չի ծագել։ Մենք ասել ենք, որ մեր օրակարգում հեղափոխությունից հետո եղել է սահմանադրությունը փոփոխելը եւ դա եղել է քաղաքական հանձնառություն, ինչը մենք ստանձնել ենք եւ պատրաստ ենք եղել ի կատար ածել։ Նոր սահմանադրության տեքստը հրապարակելը եւ հանրության հետ քննարկելը մեր քաղաքական հանձնառության մի մասն է։ Թե ինչ կլինի դրանից հետո ժամանակը ցույց կտա։ Նիկոլ Փաշինյանը ասում է մինչադրությունները մի վարքյանել է հարցի հետ կապված, որ եթե ԿՊ-ն չունենա սահմանադրական մեծամասնություն, պատերազմ կլինի սեպտեմբերին։ Հիմա ԿՊ-ն չունի մեծամասնություն սահմանադրական, դա ենթադրում է, որ մենք պիտի պատրաստվենք պատերազմի։ Եվ հիմա ամեն ինչ անում ենք, որ այդպես չլինի։ Այսինքն ինչ եք անելու, եթե ձայների հաշվարկի օգուտ ԿՊ-ի չի։ Ինչ առումով սահմանադրական մեծամասնության տեսանյութից։ Դե ես ձեզ նույն բանն եմ ասում եմ, որ հիմա էլ չունենք սահմանադրական մեծամասնություն, բայց ձեր հարցի պատասխանը ժամանակն է։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի։ Մենք մեր աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափեն նաև մեր գործընկերները, որոնք այսօր մտածում են ընդդիմադիր գործընկերների նկատի ունեմ ապագայում, եթե կորոշեն վերցնել մանդատը, կչափեն նաև հանրային պահանջը իրենք եւ կկայացնեն կամ մենք բոլորս կկայացնենք համապատասխան որոշում։ Նախարարներ եկել դուք արդեն երրորդ անգամ եք հարց տալի։
Տիկին Գալյան ֆակտոր TV-ին տեղեկություններ ունի, որ արդեն 24 օր հացադուլ իրականացնող Արթուր Օսիպյանը պահվում է անմարդկային պայմաններում, այն խուցը, որտեղ նա գտնվում է, մեղմ ասած անմխիթար վիճակում է, բորբոսած խոնավ պատեր, որտեղ նույնիսկ առողջ մարդը կարող է առողջական խնդիրներ ձեռք բերել, ել չասած 24 օր հաց չկերած եւ հյուծված անձը, դուք սա ինչպես եք մեկնաբանում, դուք որպես արդարադատության նախարար եւ ուժի ներկայացուցիչ, որը եվրոպական ստանդարտների է ձգտում, արդյոք սա նորմալ եք համարում եւ ինչ գնահատական ունեք այս իրավիճակին։ Նախ դուք հարցադրում չտվեցիք եւ պնդում արեցիք, որ կոնկրետ անձը պահվում է ինչ որ անմխիթար պայմաններում։ Մեր կապ չունի, որ հարկում է պահվում, մեր քրեակատարական հիմնարկների պայմաններն այնպիսին են, ինչպիսին են, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք։ Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին։ Նաև հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը կենտրոնական մասից, սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը մասնավորապես, եւ նաև նրան առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների հետ կապված, որը իր կարծիքով առկա են եւ որոնք իրենց բնույթով իր կարծիքով հանցավոր են եւ այդ կապը իրավասու մարմինների, մասնավորապես քրչական մարմինների հետ ապահովվել է մեր կողմից։ Այսինքն մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում օրինակ հացադուլի իրավունքը պատշաճ ապահովի, նրան տրամադրվում է զբոսանքը իրեն հասանելի եւ ամեն ինչ արվում է, այսինքն տեսակցությունները հարազատների հետ եւ ոչ մի միտում չպետք է փնտրել դեպի ավելի վատ վերաբերմունք կոնկրետ անձի նկատմամբ, որովհետև դա ուղղակի չի կարող լինել։ Ինչ կապ ունի, ես բոլոր հարկերում եղել եմ։ Ես 16 թվականին որոշում էր կայացվել, որ այդ 0 հարկերը այլևս չեն օգտագործվելու, շատ վատ պայմաններով սեն է։ Որևէ հարկի հետ կապված որևէ խնդիր չկա, ես բոլոր հարկերում մշտապես լինում եմ։ Նույն ստանդարտը Ինչու է հատկապես դա ընտրվել եւ հիմա արդյոք կարող է պատճառ լինել նրա առողջական վիճակը խափանամիջոց փոխվի։ Չգիտեմ ինչու է կոնկրետ խափանամիջոցը ընտրվել, որովհետեւ չեմ կարող իմանալ եւ չպետք է իմանամ, դա իմ պաշտոնը ուղղակի արգելում է։ Իսկ ինչ վերաբերում է առողջական վիճակով պայմանավորված խափանամիջոցի փոփոխությանը, ապա ես հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի եւ անձը դուրս կգա հացադուլից, իր բարձրաձայնած խնդիրները, եթե դրանք իրական խնդիր են, կստանան լուծում։ Ամեն դեպքում նաեւ հույս ունեմ, որ վարույթ իրականացնող մարմինները ինչ որոշում կայացնեն, դե մենք դա ենք իրականացնելու, այո։ Կարելի է ասել, որ բոլորի դեպքում էլ մեր պարագայում հիմա էգոիստական բան կասեմ, խիստ ցանկալի է, որ խափանամիջոցը փոխվի։ Կներեք դուք այցելել եք տիկին նախարար։ Ոչ, Արթուր Օսիպյան չեմ այցելել։ Տիկին Գալյան, ճիշտ է, դեռևս նոր կառավարություն չի ձևավորվել, բայց արդեն կան նախագծներ, որ քննարկվում են նոր կառավարության կազմը։ Արդյոք քննարկել դուք ձեր պաշտոնը պահպանելու եք կամ ցանկություն ունեք պահպանել։ Դեռ չի քննարկվել եւ դա եւս ժամանակի հարց է։ Այսինքն պատասխանը ժամանակն է։ Այո, ինչու ոչ։ Տիկին Գալյան, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը անդիմությունը արդեն շտապում է հայտարարել որպես քաղաքական հետապնդում։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Շատ շահեկան է ընդդիմության համար եւ միակ տարբերակն է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով։ Սա է իմ պատասխանը, այլ պատասխան չունեմ։ Իմացա, որ հարկերից խուսափել ինչու ավելի վատ չէին անում։ Կներեք, բայց ձեր կողմից նշած անձի նկատմամբ քրեական հետապնդումները եղել են եւ քրեական գործեր նրա վերաբերյալ եղել են այս բոլոր տարիների ընթացքում դատական process-ներ են եղել եւ կան, այդ թվում եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագծման համատեքստում։ Ամեն դեպքում 3 վարչության նիստում քննարկել եք, այո, դուք ճիշտ եք, 2/3-ի պատգամավորների թիվը իշխանությունը չի ունեցել նաեւ այս գործող խորհրդարանում, բայց ամեն դեպքում քննարկվում է
Ինչ կերպ է իշխանությունը պատկերացնում, ֆրակցիան պատկերացնում աշխատանքը արդեն խորհրդարանում, երբ որ նախագիծը հասնի քվեարկության փուլի, արդյոք պատրաստակամություն կա այդ հարցով քննարկումներ սկսելու ընդդիմադիր այն խմբակցությունների հետ, որոնք արդեն կարծես թե նշмарվում է, որ կլինեն։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև դա չենք քննարկել, բայց տրամաբանությունը պետք է լինի այն, որ քննարկումները պետք են եւ միանշանակ կլինեն։ Նաև ապագայում։ Եթե չկա այդ անհրաժեշտ ձայները, արդյոք քննարկում է ԿՊ-ն, որ նախագիծը հավանության արժանացնեն, ավելի ճիշտ հանրաքվեի դնեն ստորագրություններով, որովհետև նաև 300,000 ստորագրության դեպքում կարող է սահմանադրություն մենք process-ը սկսենք եւ ժամանակը ցույց կտա, թե ինչ ճանապարհով կգնանք։ Այսինքն մենք նախ եւ առաջ, ինչպես եւ նախկինում ես բազմաթիվ անգամներ նշել եմ, խնդիր չունենք process-ը կուլիսների հետևում պահելու եւ չենք էլ կարող։ Մեր առաջին նպատակը հանրության ժողովրդի հետ քննարկումը սկսելն է, այդ էջը բացելն է։ Դրանից հետո մենք պետք է հասկանանք, թե ինչ արձագանք ենք ունենում հասարակությունից, մարդիկ ինչ են կարծում, մենք իրենց պետք է բացատրենք նոր կարգավորումները ինչի մասին են։ Մենք պետք է ստանանք առաջարկներ, մենք պետք է անենք փոփոխություններ, մենք պետք է վերջնականացնենք process-ը, հետո կհասկանանք, թե ինչ ճանապարհով ենք գնում։ Ցանկացած դեպքում չի նախագիծը ազգային ժողովի հավանության կարիք ունենում, այսինքն կա մի սցենար, երբ որ պետք չի լինելու, եկեք սցենարները թողնենք ապագայի քննարկման։ Չէ, նկատեմ կարգավորումները հիմա որ կա մի ընթացակարգ, որը թույլ է տալիս շրջանցել խորհրդարանում նախագիծը քվեարկության դնելու ընթացակարգը։ Իրականում 2/3 պահանջը այս պահին սահմանված է սահմանադրությամբ, բայց հանրաքվեի իրավունքն էլ անմիջական իրավունք է, որը ժողովուրդը ունի։ Սա ուղղակի ասեմ ու փակենք այսօրվա քննարկումը, մյուս հարցերը թողնելով ապագային։ Հանրաքվեի դեպքում էլ 2/3 պետք չի լինի։ Ես ասացի այն, ինչ ասացի, առաջարկում եմ բաց թողնել քննարկումը։ Մենք կլսենք նաև մասնագիտական մի շարք կարծիքներ, բայց հիմա մեզ համար որպես հանձնառություն ստանձնած քաղաքական ուժ նոր սահմանադրություն ունենալու ամենակարևորը մեր քաղաքացիների հետ երկխոսությունը սկսելն է։ Իսկ մոտավորապես նախանշված է ժամկետ, երբ Ես արդեն նշեցի, առաջիկա օրերին կախված է կարծիքներից, դրանց բովանդակությունից եւ մեր աշխատանքի ծավալից, որը պետք է։ Արդեն բարձ է դուք մանդատը վերցնում եք, թե ինքնասել եք, լավ չեմ ֆիքսել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։